Արտաքին աշխարհի փորձագիտական, քաղաքագիտական, վերլուծական համայնքների ազդակներից թերևս կարելի է պատկերացնել, որ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը թշնամական է։ Դրսում շատերն էլ համարում են, թե եկեղեցին է թշնամաբար տրամադրված կառավարության ներկայացուցիչների հանդեպ։ Այսպիսի կարծիք հնչեց օրինակ Բեռլինում Փաշինյանի հետ քննարկման ժամանակ։ We want transparency. Մենք ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն հայ առաքելական եկեղեցու կանոններին։ Ի նկատի ունեմ հոգևորականների համապատասխանությունը, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ եւ նրանց, կներեք, որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնում արտաքին ազդեցության համար։ Կրոնագետների դիտարկմամբ գրեթե բոլոր միջազգային կառույցներում կան արտաքին ազդեցության դրսևորումներ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ կրոնագետի այստեղ այն համեմատաբար պակաս է։ Մեզանում դա համեմատաբար ավելի պակաս է, որովհետև հայ քրիստոնյաների բազմությունը ճնշող մեծամասնություն է կազմում, ինչին ստիպված է հարմարվել կամայական կառույց։ Եկեղեցին առավել եւս, որովհետև դա հայոց առաքելական եկեղեցին է։ Ինչու են իշխանություններն այսպես ասած պատերազմ հայտարարել եկեղեցուն։ Կրոնագետն ասում է, բանն այն է, որ հիմա ավելի շատ եկեղեցական համակարգն է ընդդիմանում իշխանությանը։ Մոտալուտ ընտրություններում դա կարող է էական դեր խաղալ, այդպես է համարում։ Դա ծանրագույն վտանգներով հղի պրոցես է սկսվել։ Բեռլինյան քննարկմանը դեսանտ իջեցված ադրբեջանցի դիվանագետը ինչ խոսք իր վերադասի նախապայմանների լեզվով առաջ քաշած պահանջն էր եկել լեգիտիմացնելու։ Ականջ շոյելու համար ադրբեջանցին նախ հայերեն ողջունեց։ Բարի գալուս Գերմանիա, Mr. Prime Minister. Հետո կենտրոնացավ Հայաստանի սահմանադրության հնարավոր փոփոխության վրա։ Ճիշտ է, Փաշինյանը պատասխանելով նրան հայտնեց, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, բայց եւ հայտնեց, որ եթե սահմանադրական դատարան ուղարկվի խաղաղության համաձայնագիրը եւ եթե այն չհամապատասխանի մայր օրենքին, Փաշինյանն ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ կատարել։ Անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Ըստ սահմանադրագետների Հայաստանի իշխանություններն ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի ներսում չոտնահարվի երկրի մայր օրենքը։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել տարբեր երկրների, ամերիկյան նաև հնարավոր թուրքական կողմերի ներգրավումը Թրամփի ուղու աշխատանքներում։ Սա արդեն ըստ մասնագետների երկրի մայր օրենքի երկրի ինքնիշխանության ոտնահարում է։ Ըստ էության ադրբեջանական Զանգեզուրի կորիդոր կոչվածի իրագործում, որովհետև անկախ նրանից, թե դու ինքնիշխանության ինչ տարեր ես ամրագրելու, փաստացի այդ տարածքը գտնվելու է քո վերահսկողությունից դուրս։ Այլ պետությունը կամ այլ պետության մասնավոր անձիկ են, ընկերություններն են իրագործելու են գործառույթները, որոնք Հայաստանի օրենսդրության պատկանում են բացառապես Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի իշխանություններն ըստ սահմանադրագետների Վաշինգտոնյան հռչակագրով գնացել են այնպիսի զիջումների, որոնք անհամատեղելի են Հայաստանի ինքնիշխանության հետ, եւ որքան էլ իշխանության ներկայացուցիչների խոսույթում լինի ձևակերպում, թե Հայաստանը իր ինքնիշխանությունը չի զիջում եւ կարմիր գիծ է, իրականում ըստ սահմանադրագետների այն ամենն ինչ հրապարակված է Վաշինգտոնյան հռչակագրում, հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը զիջել է իր ինքնիշխանությունը, տալիս է միջանցք Ադրբեջանին այդ երկրի պատկերացումներին համապատասխան։ Հետագայում ըստ սահմանադրագետների, եթե իրավական առումով այս ամենը իրականություն դառնա եւ այդ բոլոր գործարքներից Հայաստանը հետագայում փորձի դուրս գալ, մեր երկրի համար դա միլիարդավոր դոլարներ կարժենա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։